Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 4-ի համար, մի փոքր կաղաձայնը զնգավ, ոնց որ դե իրոք, տեղափոխության մեջ ենք և հազիվ հասցրել եմ սա տեղադրել, նույն ձև, ամբողջությամբ ուրիշ տարածքում ենք, բայց նույն ձև տեղադրել եմ, որպեսզի նույնը լինի ֆոնը, YouTube-ը չգժվի։ Այնպես որ տեսնենք վաղվա համար է սա, դեկտեմբերի 4, վաղը 5 շաբթի է։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու, չգիտեմ այլ ճիշտ քարտերն եմ վերցրել, թե ոչ։ Մի փոքր որ այստեղ լցնեմ, արդեն ձայնս չի զնգա հիմա, ստիպված եք զնգոցով լսել, եթե իհարկե, հա, ես իմ ձայնը զնգոցով եմ լսում, չգիտեմ։ Ահա, գնայինք խոյերին, ամեն անգամ մի բան կլինի քարտերիս հետ։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 4-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հանկարծակի լուր կլսեք, որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ գործողություններ կանեք, նաև կարող հարցազրույցի գնալ կամ բիզնես առաջ տանել, աշխատանքը առաջ տանել, նաև սա հանդիպում պետական աշխատողի հետ։ Հույսով լցված եք, պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, ուսման կենտրոն, բժշկական կենտրոն և դրա համար կարող եք հույսով եք, որ գնաք ձեր ուզածով կլինի։ Եվ կամ գումար եք ծախսելու, կամ գումարի մասին եք խոսելու այնտեղ, արժեքի մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 4-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև գումար կարող ծախսել կամ գումարի մասին խոսել, արժեքի մասին խոսել, նաև հանդիպում ունեք այդ օրը հաջողություն գործերում աշխատանքում, սեղանի շուրջ եք նստելու, նաև տհաճ պահեր են, կարող է սեղանի շուրջ է լինում, չգիտեմ, համենայն դեպս կարող եք հիասթափվել կամ տխրել, և նաև հաղթանակած եք դուրս գալու որևիցե իրավիճակից, գուցե դա է, հա, տխրությունը շատ արագ կարող է դուրս գալ, և հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 4-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ տհաճ պահեր կան, բայց ժամի հետ է կապված, կամ ուշանում եք, կամ դիմացինն է ուշանում, ինչ-որ պահեր են, որ ձեզ այդքան էլ դուր չի գալիս։ Նաև օրվա ընթացքում նվեր կարող եք գնել ինչ-որ մեկի համար, կամ ձեզ նվիրեն, նաև քաղցրավենիք է, ծաղիկներ է, ոմանք ժամադրության կգնան, ոմանք հանդիպում իրենց հարազատ մարդկանց հետ, նաև սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, բայց տան հետ կապված ոչ ինչ-որ մի բան է, որը ձեզ կարող է հիասթափեցնել կամ տխրեցնել, կամ միգուցե այդ առիթին է, ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում կամ հիասթափեցնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 4-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ոմանք ունեն թաքուն եռանկյուն հարաբերություններ,
գաղտնի սիրային հարաբերություններ եւ կարող է այստեղ ոմանց համար ինտիմ հարաբերություններ է, նաեւ ինչ որ գաղտնի գործողություններ կարող եք անել այդ օրը։ Առավոտյան շուտ կարթնանաք կամ միգուցե երկար եք քնելու, որոշ գործեր այդ օրը կանեք, կավարտեք, կվերջացնեք եւ ոնց որ այդ գործը կամ ինչ որ մի բան նաեւ ձեզանից կհեռանա, կգնա ձեզանից, անում եք, տալիս եք, ավարտում եք կամ ինչ որ մի բան։ Սա նաև բաժանում է, եթե այստեղ սիրային եռանկյունի է, միգուցե նաև նոր եք իմանում։ Կամ ձեր սիրելիից մի որոշ ժամանակ կարող եք հեռանալ, կարող է ինչ-որ տեղ եք գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առյուծներին դեկտեմբերի 4-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող է դա է, որ ինչ-որ տհաճ պահեր է տալիս ձեզ, համենայն դեպս տհաճ պահեր կան, սեղանի շուրջ կարող եք նստել, միգուցե սեղանի շուրջ նստելուց հետո այստեղ նաև ցավ է, բայց չեք տխրում։ Նորություն եք լսելու այդ օրը, նաև հանդիպում շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, հեռախոսազանգ կունենաք, միգուցե իրար հետ եք խոսում եւ երեկոյան կամ ուշ եք քնելու կամ շուտ եք պարկելու քնելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 4-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը գործնական հանդիպում կամ խոսակցություն կունենաք, միգուցե ինչ-որ աշխատանքին կամ գործին վերաբերվող ինչ-որ փաստաթուղթ եք ստանում կամ նամակագրական կապի միջոցով կամ նամակ եք ստանում, որ եկեք օրինակ հարցազրույցի կամ նմանատիպ ոչ պահեր են սա։ Երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք,
հղիություն, ծննդաբերություն եւ ինչ-որ մի բան իրենց հետ կապված, նաեւ առիթ, հանկարծակի լուր այդ օրը նաեւ կլսեք, միգուցե երեխաներն են ասում, միգուցե երեխաներին է վերաբերվում, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 4-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, հրավերք որևիցե առիթի, միգուցե նաև գնում եք ոչ բժշկական կենտրոն կամ կոսմետիկայի հետ կապված։ Ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք հարցազրույցի, հուզված եք, միգուցե գնում եք, հա, հարցազրույցի համար կամ նաև նոր աշխատանք է։ Ամենայն դեպս նաև պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել, կարող է դա լինել բժիշկ, օրինակ։ Ոմանք տուն կմաքրեն, ոմանք կարող են վիճել, այստեղ սուտ կարող է բացահայտվել եւ դրա պատճառով վիճեք եւ հույսով եք, հա, հույսով եք կամ հետո լավ կլինի կամ ինչ որ մի բան է այստեղ, որը ձեզ հույս է տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 4-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը
ինչ-որ մեկ հետ կաղեք վիճել կամ առավոտյան տուն եք մաքրելու, նաև ճանապարհ կգնաք կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ, երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, հղիություն, ծննդաբերություն, միգուցե առիթ է, այստեղ նվեր եք գնում կամ ձեզ են տալիս նվեր։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր հետո արեք եւ կարող ինչ-որ միտեղ գնաք, մնաք երկար կամ ինչ-որ բան է այդ օր դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, առաջ չի գնում կամ դուք եք սպասում, հա, այստեղ սպասում եք դեռ մարդկանց եւ դեռ չկան, եթե առիթ է իհարկե։ Ինչ-որ միտեղ, հա, ինչ-որ մեկին եք սպասում, իսկ նվերը դա կարող է լինել նաև ծաղիկներ, կարող է լինել քաղցրավենիք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 4-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև կարող է աշխատանքի հետ է կապված դա, չեմ ուզում ընդհանուր կապեմ իրար։ Ոմանք հարցազրույցի կգնան այդ օրը, ոմանք աշխատանք կփնտրեն, ոմանք աշխատանքի կընդունվեն, նաև հանդիպում պետական աշխատողի հետ այդ օրը ինչ-որ հարցեր կլուծեք, այստեղ նաև ունեք գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն, որոշ հարցեր էլ կանեք կավարտեք, օրը ձեր ձեռքում է, շատ բաներ ձեզանից է կախված, ոմանք ճանապարհ կգնան, ոմանք նաև ինչ-որ մարդկանց կարող եք ընդունել ձեր տուն կամ ինչ-որ միտեղ։ Այս երեկոյան ինչ-որ բանի համար տխրում եք, նաև ինչ-որ հիասթափություն է որևիցե մի հարցու հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 4-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը ոչ է գաղտնիք է բացահայտվելու, միգուցե դա է ձեզ ցավ տալիս, այստեղ չգիտեմ, որտեղ մի բան կա, որ ցավ է տալիս, բայց չեք տխրում։ Ոմանք ունեն ռոմանտիկ ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, երեխաների հետ կապված ոչ իրադարձություն է, որը ամեն ամիս կատարվում է ձեզ հետ, կամ վերջին մեկ ամսվա ոչ իրադարձություն է էլի երեխաների հետ կապված, որը պետք է անեք։ Միգուցե հղիության հետ է կապված, միգուցե վարձի հետ է կապված, միգուցե իրենց են օգնում եւ այդ օր այն նույնիսկ կօգնեն, միգուցե ալիմենտ է։ Եվ հույսով եք, որ ամեն ինչ կանցնի, հույսով եք, որ ամեն ինչ նորմալ կլինի, հա, ոնց որ այդ ցավի հետ է կապված նաեւ։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, հանդիպում ունեք այդ օրը ինչ-որ մեկի հետ եւ այստեղ պետական հիմնարկության հետ կապված հարցեր են։ Միգուցե այս դա է գնում եք կողաբանկ, նաեւ դա կարող է լինել բժշկական կենտրոն, հա, կամ ուսման կենտրոն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 4-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում։ Միգուցե կամ հիասթափվում եք ինչ-որ բանից, միգուցե այստեղ ինչ-որ բան ձեր ձեռքից բաց եք թողնում, կարող է դա է պատճառը։ Հանդիպում շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, միգուցե նաև ձեր հարազատների շրջապատում եք լինում, կամ ձեր սիրելին է ձեզ նամակ գրում, ոմանք կստանան նամակագրական կապի մեջ կարող եք լինել, փաստաթուղթ ստանաք, ուղարկեք, սռոք սանեք, ինչ-որ բաներ, նաև փաթեթ է, որը սպասում եք։ Որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև հաջողություն ունեք գործերում, ձեր աշխատանքում եւ հյուր, կամ դուք եք գնալու հյուր, կամ ինչ-որ մարդիկ կգան ձեր տուն հյուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 4-ին։
Հարգելի ծնկներ, այդ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև քայլ անելուց առաջ լավ մտածեք, երկար մտածեք, հետո նոր որոցեք քայլ արեք, այդ օրը գումար կստանաք, ոմանք սեր խոստովանեն կամ սիրո խոստովանություն կամ դուք կանեք կամ կստանաք, նաև ձեր սիրելի մարդկանցով կարող եք լինել կամ գումարը ստանում եք որպես կողմ նվեր եք կամ ինչ-որ բան է ուրախանում եք այդ գումարից եւ նվեր, ոմանք նվեր կգնեն, ոմանք նաև նվեր կստանան այդ օրը։ Միգուցե դրա համար եք ձեզ սիրված զգում, ձեզ լավ զգում, որ նվեր եք ստանում։ Եվ ինչ-որ մի բան տեղի կունենա, որից որ սիրված կզգաք ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։